Վեդիում անչափահաս քույրերի գործով երկու անձ է ձերբակալվել, հայտնել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել ԱԵ-ի եւ ԴԱ-ի նկատմամբ վեդիում անչափահաս քույրերի հանդեպ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։ Արտարոս դեպքի մասին փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրն էր ներքին գործերի նախարարության ոստիկանության վեդիի բաժին հաղորդում ներկայացրել։ Ցուցմունքում նշել էր, որ օգտվելով իր դստեր անօգնական վիճակից փետրվարի 8-ին ՎԵ-ն կատարել է անառակաբարո արարք։ Նշենք, որ անչափահասը տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ։ Իրավապահներին հազանգել են նաև դպրոցի տնօրենն ու մանկավարժները, նկատելով երեխաներին մեքենա նստեցնելու կասկածելի փորձեր։ Թեև անչափահասը հրաժարվել էր դատաբժշկական փորձաքննությունից եւ նախաքննության ընթացքում տվել հակասական ցուցմունքներ, ըստ նրա վերջին ցուցմունքի հանրապետությունը ցնցած դեպքը ունի շուրջ 1 տարվա վաղեմություն։ 19-ամյա տղայի մասնակցությամբ վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 3 հոդվածներով։ Գլխավոր դատախազությունը կալանքի միջնորդություն է ներկայացրել։ Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում 19-ամյա երիտասարդը միասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր Mercedes մակնիշի ավտոմեքենան ու իբր փորձում նվաստացնել Nissan մակնիշի ավտոմեքենային։ Ամբողջ ընթացքը, այդ թվում բուն ավտովթարի պահը, նկարել էր նրա կողքի նստած ընկերը։ Դրանից հետո եւս մեկ տեսանյութ էր տարածվել համացանցում, թե ինչպես է 19-ամյա վարորդը դիտում իր մասնակցության վթարի տեսանյութն ու զվարճանում։ Իդեպ հարկ է նշել, որ տվյալ երիտասարդը շատ վաղուց զրկված է եղել վարորդական իրավունքից։ Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից բանավոր դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին։ Նա կոչ է արել ՄԻՊ-ին ցուցաբերել վճռականություն, այցելել իրենց եւ տեղում ծանոթանալ այն կոպտագույն խախտումներին, որոնցով ուղեկցվել են նախաքննությունն ու դատավարությունը։ Իշխանյանը շեշտել է, որ այս դատական գործընթացը ուղղված է ոչ թե անհատների, այլ հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ։ Նա խնդրել է պաշտպանի միջնորդությունը Ադրբեջանի համապատասխան կառույցներից ստանալու մեղադրական ակտերի եւ դատավճռի ամբողջական տեքստերը հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակներով եւ դրանք փոխանցել իր ընտանիքին։ Ուղերձի վերջում Դավիթ Իշխանյանը հորդորել է հայրենակիցներին լինել պինդ եւ պահպանել միասնականությունը։ Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ հստակ նպատակներով եւ հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դարձավ իմ մոտ համոզմունք դատապրոցեսի ընթացքում։ Իմ ասած մտքերի եւ խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա։ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած կառավարության հետ հարց պատասխանը ռեկորդային կարճ է տևել։ Մեկնարկից 4 րոպե անց ավարտվել է։ Չնայած Փաշինյանն ու կառավարության ողջ կազմը ներկային խորհրդարանի դալիճում, սակայն գործընթացը ավարտվել է կարելի ասել դեռ չսկսված։ Հարցերի համար հերթագրվել էր ընդամենը 3 պատգամավոր, սակայն նրանցից 2-ը վերջին պահին հանել են իրենց հերթագրումը։ Արդյունքում միայն պատգամավոր Ռիփսիմե Գրիգորյանն է խոսել, շնորհակալություն հայտնելով Գյումրիի համերգի համար։ Սա 8-րդ գումարման ազգային ժողովի պատմության մեջ նախադեպը չունեցող դեպք էր։ Սովորաբար կառավարության հետ հարց ու պատասխանը տևում է ժամեր ու ուղեկցվում է բուռն քննարկումներով, սակայն այսօրվա նիստը ամենակարճն էր խորհրդարանի աշխատանքային պրակտիկայում։ Վաղը բաց շարունակելու ենք։ Մենք ոչ մի դեպքում բացի Սամվել Կարապետյանից ուրիշին ձայն չենք տալու։ Բայց Իշխող քաղաքացիական պայմանագիրը ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ լայնածավալ ապատեգատվական արշավ է սկսել։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է հազանգել, նշելով, որ ԿՊ-ն տարբեր հարթակներով, այդ թվում հանրային հեռուստատեսության եթերով եւ սոցիալական ցանցերի կեղծ էջերով տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Կարապետյանի պնդմամբ շրջանառվող այն թեզերը, թե ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է կամ թե Սամվել Կարապետյանը կոչ արել աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում բացարձակ կեղծիք են։ Սամվել Կարապետյանը այսպիսի բան չի ասել, սա ԿՊ-ի սուտն է, կեղծ բան է, որը բազմաթիվ լրատվականներ տվել են, որ կեղծ է, ու այս էջն էլ է կեղծ, իրենք են սարքել, որպեսզի սուտ տվյալներ տան։ Պատկերացրեք, ասում են Ուկրաինայի պատերազմում Հայաստանը դեռ իր հարցերը չի լուծել, ինչ մնաց Հայաստանը պետք է դեռ իր հարցերը լուծի, որտեղ նենց վիճակում են Հայաստանին բերել, որ մենք այնքան հարց ունենք լուծելու, որ հաստատ ուրիշ երկրի հարցերով զբաղվելու կարիք չկա։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում ընտրություններից ընդամենը 1 ամիս առաջ բացահայտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին եւ նպատակ ունի լեգիտիմացնել գործող իշխանությանը, հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Փաստաբանի պնդմամբ Եվրամիությունը հեռացել է իրավունքի գերակայությանը սատարելու իր հանձնառությունից եւ անգամ մեկնաբանություն չի անում Հայաստանում տեղի ունեցող իրավախախտումների, քաղաքական հակառակորդների բանտարկությունների եւ եկեղեցու նկատմամբ հարձակումների վերաբերյալ։ Տիկնակ եւ բանակ դա ժողովրդավարություն չէ, դա ընտրությունների նկատմամբ միջամտություն է։ Փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսն է ասել, որ Եվրոպան է ընտրությունների միջամտության գրքի հեղինակը, խոսելով այլ երկրներում այլ ընտրությունների մասին, բայց նույն մատնահետքը, նույն ձեռագիրը տեսնում ենք Հայաստանում եւ ես կոչ եմ անում հայ ժողովրդին գնալու եւ քվեարկելու, քանի որ ակնհայտ է, որ եվրոպացիների շահն է իրենց համոզմունքով ապահովելու Փաշինյանի պաշտոնավարման հաջորդ ժամկետը։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի քաղաքական գործունեությանը, Ռոբերտ Ամստերդամը շեշտել է, որ Կարապետյանի մուտքը քաղաքականություն պայմանավորված է բացառապես հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող ապօրինի հարձակումներով։ Ըստ Ամստերդամի, Սամվել Կարապետյանը ունի անհրաժեշտ միջազգային կապերը Հայաստանի շահերը պաշտպանելու եւ ներդրումներ ներգրավելու համար։ Կարևոր է, որ մարդիկ գնան քվեարկեն Սամվել Կարապետյանի նման ուժը Հայաստանի Սամվել Կարապետյանի նման մարդ, ով ունի այդ ուժը, ով ունի ազնվությունը, շատ անկեղծ ասեմ ձեզ, մարդ, ով ահռելի կապ ունի հայ ժողովրդի եկեղեցու հետ, հայ ժողովրդի պատմության հետ եւ սիրով է վերաբերվում, որ կանգնի հայ ժողովրդի կողքին, որովհետեւ այդ հանդիպման ընթացքում, որը Երևանում տեղի ունեցավ, ոչ ոք Հայաստանի շահերի պաշտպանության դիրքերից հանդես չեկավ։ Հայաստանի տեղը սեղանի շուրջ դատարկ էր։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պեկինում բանակցություններ է վարել չինացի պաշտոնակից Վան Յիի հետ։ Այս հանդիպումը կայացել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամի եւ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ֆոնին։ Թեհրանը ձգտում է ստանալ Չինաստանի դիվանագիտական աջակցությունը հաջորդ շաբաթ նախատեսված Սին Ցինփին Թրամփ գագաթնաժողովից առաջ։ Պեկինն իր հերթին փորձում է վերականգնել էներգակիրների անխափան մատակարարումը, միաժամանակ ամրապնդելով միջնորդի իր դերը Մերձավոր Արևելքում։ Այդուհանդերձ կողմերի միջև վստահության բացակայությունն ու ռազմական լարվածությունը կասկածի տակ են դնում կայուն հրադադարի հասնելու իրական հնարավորությունը։ Դոնալդ Թրամփն ակնկալում է արդեն այս շաբաթ Իրանի հետ զինված հակամարտության դադարեցման հուշագիր ստորագրել։ Վաշինգտոնն արդեն փոխանցել է 1 էջանոց փաստաթղթի նախագիծը եւ Թեհրանից հստակ պատասխան է սպասում 48 ժամվա ընթացքում։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս ուսումնասիրում է ամերիկյան առաջարկները եւ պատասխանը կփոխանցի Պակիստանի միջնորդությամբ։ Թեև Սպիտակ տան ղեկավարն այս քայլը բեկումնային է համարում, սակայն նման կարճ ժամկետում վերջնական համաձայնության հասնելու հնարավորությունը հարցեր է հարուցում։ Կողմերի միջև արկա խորքային հակասությունների ֆոնին այս հապշտապ փաստաթղթի իրական ազդեցությունը դեռևս մնում է անորոշ։ Դոնալդ Թրամփը վաղաժամ է համարում Իրանի հետ հաշտության շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու հնարավորությունը։ Նախագահն այս տեսակետը հայտնել է New York Post պարբերականի հետ զրույցում։ Սպիտակ տան ղեկավարի դիրքորոշումը հակասում է վերջին շրջանում տարածված այն լուրերին, թե կողմերը մոտ են հակամարտության ավարտին։ Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին բանակցությունների նոր փուլ ազդարարող հնարավոր հուշագրի ստորագրման մասին։ Այդուհանդերձ Թրամփը հակված է զգուշավորության եւ ճիշտ ապում հաստատել դիվանագիտական մերձացման իրական լինելը։ Այսպիսով տարածաշրջանային լարվածության թուլացման ուղղված սպասումները դեռևս մնում են անորոշության փուլում։ Իսրայելական օդուժը արձակվել է Բեյրութի հարավային արվարձանների վրա եւ ռմբակոծել Ղուբեյրի թաղամասը։ Իսրայելի իշխանություններն այս գործողությունները հիմնավորել են Հեզբոլահի Ռադվան հատուկ ստորաբաժանման հրամանատար Մալեք Բալուին թիրախավորելու անհրաժեշտությամբ։ Սա ապրիլի 17-ին հաստատված հրադադարից հետո Լիբանանի մայրաքաղաքի վրա իրականացված առաջին օդային հարվածն է։ Չնայած պաշտոնական զինադադարին հակամարտող կողմերը շարունակում են միմյանց պարբերաբար մեղադրել պայմանավորվածությունները խախտելու համար։ Նույն օրը Բեքայի հովտում իսրայելական հարձակումից զոհվել է 4 մարդ, իսկ Հեզբոլահը հայտարարել է Իսրայելի հյուսիսում իրականացված նոր գործողությունների մասին։ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 2700-ը, որոնցից տասնյակ մարդիկ սպանվել են հենց վերջին շաբաթների ընթացքում։ Նման զարգացումները լուրջ կասկածներ են հարուցում Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագրի իրական գործունեության վերաբերյալ։